Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Բարև ձեզ, այսօր Fast Info-ի հյուրը հասարակական քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանն է։ Բարև ձեզ, Տիկին Զոհրաբյան։ Շնորհակալ եմ հրավերության համար։ Տիկին Զոհրաբյան, եկեղեցի իշխանություն հարաբերությունները ոչ մի կերպ չեն կարգավորվում, կրքերը չեն հանդարտվում, Նիկոլ Փաշինյանը առավել է ոգևորվել, ինչու՞։ Նիկոլ Փաշինյանը հստակ ծրագիր է իրականացնում, Նիկոլը իրականացնում է այն ծրագիրը, ինչի համար ինքը բերվել է իշխանության, եւ եթե ինչ-որ մեկին թվում է, թե եկեղեցու դեմ հայտարարած նրա այս անպարկեշտ անբարո պատերազմը պարզապես Նիկոլ Փաշինյանի գերագույն ցանկությունն է իմանալ ամենայն հայոց կաթողիկոսը երեխա ունի թե չէ, ոչ, դա հստակ ծրագիր է, բանակի ոչնչացումից հետո հաջորդ թիրախը դա եկեղեցին էր, եկեղեցին եթե Նիկոլ Փաշինյանին հաջողվի տրոհել, ես չգիտեմ, վարկաբեկել, հաջորդ քայլը լինելու է հայոց սփյուռքի, հայկական սփյուռքի ոչնչացումը։ Նիկոլ Փաշինյանի այս անառողջ մտասևեռումը ամենայն հայոց կաթողիկոսի կուսակրոնության մասին դա պարզապես ոչ միայն Հայաստանի սահմանադրությամբ Նիկոլ Փաշինյանի գործը չէ, ոչ միայն Հայաստանի սահմանադրությամբ Նիկոլ Փաշինյանը իրավունք չունի իր քիթը խոթել եկեղեցու գործերի մեջ, որովհետև Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ եկեղեցին ունի բացառիկ կարգավիճակ եւ պետությունից ինքը անկախ է, այլև ես իհարկե աստվածաբան չեմ, բայց ես ընթացքում ուսումնասիրեցի հայոց կաթողիկոսների կենսագրությունը եւ եթե Նիկոլ Փաշինյանը մի քիչ այդ կրթվելը նորաձև է իդիոտիզմի շրջանակում ժամանակ ունենար կարդալու, ապա կհասկանար, կտեղեկանար, ես կրկնում եմ, սա բնավ չի վերաբերում ամենայն հայոց կաթողիկոսին, բայց Նիկոլ Փաշինյանը եթե կարդար, կհասկանար, որ օրինակ Գլիքոր Լուսավորիչը ինքը 2 երեխա է ունեցել, նրանից հետո բազմաթիվ ամենայն հայոց կաթողիկոսներ ոչ միայն կուսակրոն չեն եղել, այլև շատ ողջունվել է ընտանիքը, որ վեհափառերը ունեցել են ընտանիք եւ երեխաներ են ունեցել, իսկ այդ կուսակրոնությունը, որքան ես ծանոթացա պատմությունից 7-րդ դարում Հռոմի հոգեվորական ժողովներից մեկի ժամանակ է, ներդրվել, ինչին հայ առաքելական եկեղեցին իր հավանությունը անգամ տված չի եղել, բայց կրկնում եմ, եթե անգամ որևէ խնդիր կա, որևէ սրբազանի կամ որևէ հոգեկանի կուսակրոնության հետ, դա Նիկոլ Փաշինյանի նի վաշը ձելը, ոնց որ ասում են, դա Նիկոլ Փաշինյանի գործը չի, ինքը իրավունք չունի այդ հարցերը կարգավորելու, դա եկեղեցու ներքին խնդիրներն են, որոնք պիտի կարգավորվեն բացառապես եկեղեցական հոգևոր ընթացակարգերով, հոգևոր ժողովների ժամանակ։ Նիկոլ Փաշինյանը բայց իր քիթը խոթում է, այն որ ասում են նիվաշը սաբաչե ձելը, բայց Նիկոլ Փաշինյանը իր քիթը խոթում է ոչ թե նրա համար, որ իրան դա ուղակի հետաքրքիր է կամ ինքը սիրում է ուրիշի անկողինը, չնայած որքան հասկացանք, իրենց համար դա ընդունելի է, որովհետև ուսանողներից մեկը ԵՊՀ-ում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո արեց հայտարարություն, որը ինձ համար բացարձակ արտառոց չէր, ճանաչելով այդ մարդու տեսակը, որ հանձնարարել եմ հատուկ ծառայություններին զբաղվել, պարզել, նյութեր հավաքել տարբեր հոգևորականների անձնական կյանքի եւ կուսակրոնության վերաբերյալ։ Դուք հասկանում եք, մարդը, տվյալ դեպքում երկրի ղեկավարը, իր պաշտոնը օգտագործում է ուրիշի անկողինը մտնելու համար եւ դա ներկայացնում է որպես իր պարտքը հայ ժողովրդի առաջ։ Սա հստակ ծրագիր է, ինչպես արդեն ասեցի, այն ծրագիրն է, ինչի համար Նիկոլը բերվել է իշխանության, Հայաստանը դարձնել մանկուրտների երկիր, մեզ զրկել մեր արժեքային համակարգից, մեզ վարկաբեկել ամենակենսունակ կառույցներից մեկը, նայեք Գելափի վերջի հարցումները, երբ որ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը տապալված է գետնին, ամենամեծ կառույցը, որը շարունակում է վայելել ժողովրդի վստահությունը, մնում է հայ առաքելական եկեղեցին, դա Նիկոլ Փաշինյանին ահա որ անհանգստացնում է, որովհետև իր ծրագիրը վերջնականապես ավարտին հասցնելու համար Հայաստանում չի պիտի լինի որևէ մարդ, որ ունենա հեղինակություն, Հայաստանում չի պիտի լինի որևէ կառույց, որը ունենա հեղինակություն։
Տիկին Զոհրաբյան, Նիկոլ Փաշինյանը տպավորություն է, որ սադրում է եկեղեցուն վեհափառին, տպավորություն է, որ փորձում է նրանց իջեցնել իր մակարդակին այս իր անթիվանհամար գրառումներով, անպատասխանատու հայտարարություններով, վիրավորանքներով եւ այն, ինչ է դա տալու նրան եւ տեսեք հիմա շատ են օրինակ կարծիքները կիսվում են, ոմանք պնդում են, որ եկեղեցին չպետք է իջնի այդ մակարդակին, ոմանք ասում են, որ ինչու է եկեղեցին լռում, ինչու չի պատասխանում Նիկոլ Փաշինյանի, վերջո ո՞րն է ճիշտը կամ ինչպես կանգ կառնի Նիկոլ Փաշինյանը։ Տեսեք, եթե հարցին նայում ենք առաջին էմոցիոնալ տեսակետից, ինչպես ես ինքս իմ առաջի արձագանքը այն էր, որ եկեղեցին պիտի նզովի այս ընտանիքը, պիտի բանադրի այս ընտանիքը, բայց երբ որ ավելի սթափ վերլուծում եմ իրավիճակը, ես հասկանում եմ, որ այն հայտարարությունը, որը արեց եկեղեցին, դա բավական ես հասկանում եմ, որ մենք եկեղեցուց պահանջել ավելին, քան այսօր անում է եւ մշտապես արել է եկեղեցին իրավունք չունենք, ես հասկանում եմ, որ անդիմադիր դաշտի այս ջախջախված աջապսանդալ վիճակում մենք բոլորս ուզում ենք, որ երկրի փրկության ջահը դանկոյի նման վերցնի եկեղեցին, բայց մենք պիտի հասկանանք նաեւ, որ չի կարող եկեղեցին փոխարինել անդիմադիր կուսակցություններին, այն ինչ որ այս ընթացքում արել է եկեղեցին, այն ինչ որ արել է եկեղեցին Արցախի բլոկադայի ժամանակ, երբ որ անգամ մանկական կաթ, մանկական սնունդ հասցվել է եկեղեցու կողմից, այն ինչ որ արել է նաև անդիմադիր շարժումների ընթացքում եկեղեցին իր հայտարարություններով իր անվստահությունը հայտնելով կոլաբորանտ այս ռեժիմին, եկեղեցին միգուցե կարող էր եւ անել ավելին, երբ որ ըստ էության պետություն, պետականություն չկա, դարեր շարունակ եկեղեցին է վերցրել այդ առաջնորդությունը, բայց մենք պիտի հասկանանք, որ մենք չենք կարող եկեղեցուց պահանջել, որ վեհափառը դառնա ընդդիմության առաջնորդ։ Դա ուղղակի այս իրավիճակում դա ուղղակի կլինի անհնար։ Սա է խնդիրը։ Մարդու իրավունքների պաշտպանը, դատախազություն, այն բազմահազար ՀԿ-ները, որ մարդու իրավունքների մասին են բարձրաձայնում, որտեղ են նրանք չեն տեսնում այն բառամթերքը, վիրավորանքը, ատելության ու բռնության խոսքը, որ տարածում է Նիկոլ Փաշինյանը եւ այդ սլաքները ուղում եկեղեցու դեմ։ Երբ որ դեռ պատերազմին մի քանի ամիս կար, բայց արդեն Նիկոլ Փաշինյանը իր ընտանիքը, իր տարբեր կալիբրի ուսապարկեր հասցրել էին հասարակությանը ներարկել ատելության դոզան, ինչը իրենք սկսեցին ներարկել 18 թվականի դագաղների իշխանազավթումից հետո, ես հասկացա, որ մենք գալու ենք հասնենք այսօրվան եւ իմ ելույթը ազգային ժողովի ամբիոնից 19 թվականին կա, երբ որ ես զգուշացնում եմ, որ գալու է մի օր, երբ մարդիկ թունավորված ատելությամբ իրար բերան են ջարդելու, իրար են հայհոյելու։ Մենք այսօր եկել ենք այդ օրվան, երբ որ ոչ իր քո տիրում մերը, քո լավը, հայվան, անասուն, էշ ձևակերպումները այսօր դարձել են քաղաքական լեքսիկոնի հիմնական բառամթերքը, երբ որ ազգային ժողովում միմյանց քացի տալը, միմյանց մայր, հայր, երեխա հայհոյելը ազգային ժողովի բարձրագույն ամբիոնից դարձել է նորմ, երբ որ հոգևորականին ասելը քո տիրու լավը, ինչպես Նիկոլի հարբած մի պոռնիկ լակոտ ասեց հոգևորականներից մեկին, դա դարձել է նորմ, երբ որ վեհափառին կներեք նա կավյոր կանչելը այսօր դարձել է նորմ, երբ որ քաղաքական ընդդիմախոսների մեջ ընդդիմախոսների անկողնու մեջ քիթ մտցնելը դարձել է քաղաքական նորմ, վաղը քաղաքական նորմա լինելու, իսկ այդ վաղը շատ հեռու չի, մենք արդեն այդ վաղվա մեջ ենք, ըստ էության սա արդեն իրականություն է, փողոցներում մենք տեսնելու ենք քաղաքական հաշվեհարդարներ, որովհետև Նիկոլ Փաշինյանի հիմնական գործիքը, մնացել է այլևս բաժանիր որ տիրեսը եւ մնացել է այլևս ատելությունը, այս տղան երկիրը տանում է քաղաքացիական բախումների, այս տղան երկիրը տանում է արյան, որտեղ միայն արյամբ ինքը կարող է դեռևս մեկ օր գումարած, մեկ օր գումարած, մեկ օր գումարած, մեկ օր պահել իր իշխանությունը։
Տեսեք, հիմա հասարակությունը այ քննարկում է եկեղեցի իշխանություններ, հարաբերությունները եւ օրակարգից դուրս են մնում մեր առաջնային հարցերը։ Սահմանին կրակոցները չեն դադարում։ Ադրբեջանը անդադ հայտարարում է Սյունիքի նկատմամբ իր պահանջների մասին։ Այդպես էլ չհասկացանք, թե սահմանագծումն ու սահմանազատումը որտեղ դադարեց, որտեղից պիտի շարունակվի, թե չի շարունակվի։ Ռազմագերիների հարցն է բաց մնում։ Հիմա հասարակությանը շեղում են եւ պատրաստվում են ընտրությունների, օրինակ հեղինակազրկելով եկեղեցուն։ Այն ինչ անում է Նիկոլ Փաշինյանը դուրս է եկել նախընտրական մարաֆոնի եւ այդ մարաֆոնի ընթացքում ինքը պիտի վարկաբեկի ամեն ինչ, ինքը պիտի փչացնի բոլոր քաղաքական ընդդիմախոսներին եւ պատահական չէ, որ ես մնում եմ իմ այն վստահ համոզմամբ, որ ընդդիմադիր դաշտում բոլոր են քաղաքական ուժերը, ովքեր այսենց ձեռքերները ծալած կամ ընդամենը ազգային ժողովում Նիկոլին հարցեր տալով խելոք պատրաստվում են 2026-ի հերթական ընտրություններին, նրանք ուղղակիորեն նպաստելու են, ցեմենտ բետոնելու են 2026 թվականի Նիկոլի իշխանազավթումը, որովհետև թույլ տալ, որ Նիկոլը հասնի 2026 թվականին, դա նշանակելու է ընդամենը գնալ ընտրության, որի արդյունքը լինելու է Հայաստանի, ինչ ասեմ, թուրքական վիլայեթում անցկացվող հերթական ընտրությունը։ Եթե որոշ ընդդիմադիրներ պատրաստ են, այլևս թրքացված Հայաստանի խորհրդարանում ընդամենը աշխատել պատգամավոր, դա իրենց ընտրությունն է։ Իսկ Նիկոլ Փաշինյանը այո դուրս է եկել ընտրական մարաֆոնի եւ այդ մարաֆոնի ընթացքում ինքը ջախջախելու է ամեն ինչ։ Ինքը չի խնայելու ոչ մի արժեք, ինչպես ինքը ջախջախեց բանակը, ինչպես ինքը ասեց, որ մեր հերոսը դա զինվորը, սահմանը պահող զինվորը չէ, այլ մեր հերոսը դա ծյորկայով քերվող հարկատուն է, որին Նիկոլ Փաշինյանը քերում է եւ երեք էլ մի հատ իդիոտ ոտանավոր արտասանեց հարկատուի մասին, կա հարկ, կա ապագա, չկա հարկ, չկա ապագա, կա հարկ, կա երջանկություն, չկա հարկ, չկա երջանկություն։ Հասկանում եք, այս մարդը երկիրը վերածել է ինչ ասեմ, մի խումբ ծաղրածուների, մի խումբ իշխանազավ ծաղրածուների մոնո ներկայացմամբ եւ մենք բոլորս կանգնած կամ ծափ ենք տալի կամ ինչպես վատ ներկայացման ժամանակ ընդամենը փթած պոմիդորներ ենք նետում այդ մոնո ներկայացման կազմակերպիչների վրա, ըստ էության չձեռնարկելով որևէ գործուն քայլեր։ Այս պահին Հականիկոլ Ճամբարը չի ձեռնարկում որևէ գործուն քայլեր այս ազգակործան աղետից ազատվելու համար, բայց ձեր նախորդ մի հարցը մնաց կիսատ, ինչու քաղաքացիական սեկտորը, միջազգային կազմակերպությունները չեն տեսնում այդ ատելության խոսքը։ Հիմա դուք պատկերացրեք, եթե նախկին իշխանության ժամանակ վարչապետերից մեկը կամ նախագահներից մեկը իր քաղաքական ընդդիմախոսներին ասել համբալ, ձեռքով սենց վիզ կտրելու ժեստիկուլյացիա աներ։ Նրա կինը, ես չեմ պատկերացնում, որ նախկին ղեկավարներից մեկի կինը իր ընդդիմախոսներին ասել ոճիլ, էշ, տավար, անասուն, զառանցող բիձա, տխմար։ Դուք հիմա պատկերացնում եք, թե Հայաստանում գրանցված միջազգային բոլոր կազմակերպությունները, հայաստանյան, եվրոպական եւ արևմտյան ԵՄ եւ Միացյալ Նահանգների դեսպանատնից պարբերաբար լապ ստացող այսպես կոչված ճակերտավոր քաղաքացիական սեկտորը ինչ կաներ։ Ուղղակիորեն կպահանջեին գիլյոտին հրապարակում այդ ղեկավարին գլխատելու համար, այդ ղեկավարի կնոջը, չգիտեմ, կվտարեին երկրից, բայց մենք տեսնում ենք, որ բոլորը լուռ են, որովհետև Հայաստանի մանկուրտացումը, Հայաստանի թրքացումը մտնում է նաև բոլոր աշխարհաքաղաքական այն կենտրոնների ծրագրերի մեջ, որոնցից պարբերաբար լապ են ստացել տարբեր հասարակական կազմակերպություններ, եւ այդ պատճառով նրանք ոչ միայն լռում են, այլև մենք տեսնում ենք, թե այն խայտառակ արշավը բացեք ցանկացած գրառում եկեղեցու դեմ եւ նրա տակ տեսեք հազարավոր ֆեյքեր, որտեղ դրանք հիմնականում ֆեյքեր են, որտեղ ես չեմ պատկերացնում adekvat մի քաղաքացի, որ ասենք վեհափառին գրի անասուն կամ գրի սրբապիղծ կով, հասկանում եք, մեղա, բայց մենք տեսնում ենք այդ կարգի գրառումներ, այսինքն դրանք արևմտյան դրամաշնորհներով կամ Հայաստանի կառավարության այդ պոակի փողերով սնվող տարբեր
կներեք պոռնկածին ֆեյքեր են, որոնք հատում են բարոյականության բոլոր սահմանները եւ որոնք հասարակության մեջ այդ պիղծ կոդերը տարածելով ել ավելի են խորացնում հուսալքությունը, ել ավելի են խորացնում ապաթիան, որ քաղաքացին տպավորություն ստանա, թե կաթողիկոսին հայվան ասելը դա հանրային կարծիք է եւ այդպես ավելի զրկվի մտածելու եւ գործելու ունակությունից։ Տիկին Զոհրաբյան, տեսեք, բայց օրինակ 2026 թվականների ընտրություններին եկեղեցին կամ վեհափառը չեն առաջադրվելու, չէ՞։ Հիմա ի՞նչն է խանգարում Նիկոլ Փաշինյանին։ Եկեղեցին վաղուց էր հայտնել իր դիրքորոշումը Արցախի բռնազավթման մասով, ռազմագերիների մասով, այսինքն ակնհայտ էր, որ եկեղեցին չի սատարում այս իշխանություններին, բայց միևնույն ժամանակ եկեղեցին իր վրա պատասխանատվություն չի վերցրել իշխանափոխության։ Հիմա ինչու է Նիկոլ Փաշինյանը վախենում։ Շատ պարզ, եթե մենք հիմա նայում ենք ժամանակագրությունը Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Ալաշուկյուր Փաշազադեի հայտարարության, որ հայաստանյան առաքելական եկեղեցին դա տարածաշրջանի երկրների համար վտանգ է։ Եթե նայում ենք Ադրբեջանի քաղաքական էլիտայի հայտարարությունները, որ հայ առաքելական եկեղեցին դա ֆաշիստական կառույց է եւ պիտի վերացվի, եթե նայում ենք օրերս Ադրբեջանի Միլի Մեջլիսի падգամավորներից մեկի հայտարարությունը, որը ուղղակի նույնական է Նիկոլի տարբեր կալիբրի ուսապարկերի եւ անձամբ Նիկոլի հայտարարություններին, մենք հասկանում ենք, որ հայ առաքելական եկեղեցու դեմ արշավը ուղղակիորեն թելադրված է Ադրբեջանի կողմից եւ նաեւ դրա նպատակներից մեկը այն է, որը թելադրել են նաեւ այս դեպքում Նիկոլի արևմտյան տերերը, որ մեր սահմանադրությունից պիտի հանվի հայ առաքելական եկեղեցու դրույթը որպես բացառիկ իրավունք ունեցող դրույթ եւ հայ առաքելական եկեղեցին պիտի հավասարազոր կարգավիճակ ունենա, ասենք օրինակ Եհովայի վկարների, կյանքի խոսքի կամ տարբեր մորմոնական, ավետարանչական եկեղեցիներին, այսինքն այս հարվածները, որ այս իշխանությունը սենց անամոթաբար հատելով բարոյական բոլոր կարմիր գծերը սկսել հայ առաքելական եկեղեցու դեմ, եթե մենք համեմատում ենք Ալաշուկյուր Փաշազադեի հայտարարությունը Նիկոլ Փաշինյանի եւ նրա ուսապարկերի հայտարարությունների հետ, այնտեղ կարծեմ մի հատ կետ կամ ստորակետ է տարբեր, դրանք բացարձակ նույնական հայտարարություններ են։ Այո, հայ առաքելական եկեղեցին Նիկոլ Փաշինյանի խելքով պիտի ոչնչացվի, իսկ դա հնարավոր չէ, հա, 1000 Նիկոլ էլ լինի, 1000 Ալիև էլ լինի, Ալաշուկյուր Փաշազադեն իր մոլլայի փափախով հանդերձ չի կարողանալու ոչնչացնել հայ առաքելական եկեղեցին, բայց այս հարվածը հայ առաքելական եկեղեցու հեղինակությանը շատ ցավալի եւ անընդունելի է, որովհետեւ հենց հիմա արդեն միջազգային բազմաթիվ ատյաններում ադրբեջանցի դիվանագետները, ադրբեջանցի դեսպանները թափահարում են Նիկոլի հայտարարությունը, որ եկեղեցիները մեր չուլան են, մեր սրբազաններն էլ սրբապիղծ են եւ ասում են դուք Ադրբեջանին եք մեղադրում հայկական մշակութային ժառանգությունը, հայկական եկեղեցիները պղծելու մեջ, երբ որ իրանց երկրի ղեկավարն է ասում, որ հոգևորականները պիղծ են, եկեղեցիներն էլ չուլան են, որոնք վերածված են գոմի, ինչպես գրել է նախարար Գևորգ Պապոյանը, եւ այնտեղ արածացնում են կովերի։ Խնդիրը սա է։ Տիկին Զոհրաբյան, 2026 թվականի ընտրություններին Նիկոլ Փաշինյանը վերընտրվելու հնարավորություն ունի, որտեղ հասարակության տարբեր շերտերում դժգոհություն է գեներացվում նրա դեմ։ Դա դժգոհություն չի Նիկոլի հանդեպ, դա կատաստրոֆիկ ատելություն է Նիկոլի կնոջ, Նիկոլի նրա քաղաքական թիմի առաջին դեմքերի հանդեպ։ Տրամաբանորեն այս ատելության պայմաններում կլինի հերթական թե արտահերթ ընտրություն, Նիկոլը չունի 50 գումարած 1 վերցնելու որևէ շանս, բայց մենք շատ լավ հասկանում ենք, մենք տեսնում ենք, որ այս ընթացքում ինչ իրադարձություններ եղան, օրինակ 1 տարի առաջ հունիսի 12-ին, երբ որ ոստիկանները խաղաղ ցուցարարների հանդեպ կիրառեցին անթույլատրելի Զարյա 3 լուսաձայնային նռնակ, որի արդյունքում հարյուրավոր վիրավորներ եղան, 1 քաղաքացու դաստակ կտրվեց, մենք չտեսանք միջազգային կառույցներից որևէ արձագանք, ավելին մենք տեսանք Հայաստանում ԱՄՆ դեսպանի ցինիկ
լիք հայտարարությունը, որով նա մեղադրեց ցուցարարներին։ Մենք տեսանք այս օրերին դատական գործընթացը հունիսի 12-ի մեղադրանք որևէ ոստիկանի չի առաջադրվել, դրա փոխարեն մեղադրանքը առաջադրված 17 ցուցարարների այս ֆոնին, երբ որ Նիկոլ Փաշինյանին թողնենք հասնի 26-ի ընտրության, 100% էլ ինքը ընտրությունը կեղծի, ես չգիտեմ, ամենավերջի բռնարարքն էլ իրականացնի, արյուն էլ թափի, միջազգային կառույցները իրանց դնելու են յոնջա ծամող, ինչ ասեմ, ջայլամի տեղ եւ իրենց բոլոր հայտարարություններում ասելու են, որ 26 թվականի մայիսին Հայաստանում տեղի ունեցած ընտրությունները համապատասխանել են միջազգային չափորոշիչներին։ Այդ ժամանակ ասենց խորհրդարան անցած ընդդիմադիրները ինչքան էլ բողոք են, ինչքան էլ դիմեն ՍԴ-ն, Նիկոլի գրպանում վեր ընկած ՍԴ-ն բնականաբար մերժելու է ընդդիմության բոլոր հայցերը, ուստի նստել եւ սպասել 26-ի ընտրությանը նշանակում է քարտ բլանշ տալ Նիկոլին քաղաքացիական բախումներով, տոտալ ընտրակեղծիքներով զավթել իշխանությունը, որովհետեւ Նիկոլի համար առաջիկա ընտրությունները դրանք կյանքի եւ մահու հարց են։ Կյանքի հարց ասելով ես հենց ուղակի նկատի ունեմ Նիկոլի նրա ընտանիքի ֆիզիկական գոյության հարց։ Տիկին Զոհրաբյան, ինչ պետք է անի ընդդիմությունը, որ չի անում։ Այսօր օրակարգում ուզենք չուզենք, հավանենք չհավանենք, կա մեկ օրակարգ այս պահին, դա իմպիչմենտի օրակարգն է, որը այս տարիների ընթացքում այն ընդդիմությունը, որը 21 թվականի օգոստոսի 2-ին եկավ խորհրդարան մեկ օրակարգով, արեց հայտարարություն, ասելով, որ ամենամեծ ընդդիմադիր խմբակցությունը մենք վերցնում ենք մանդատները մեկ օրակարգով հեռացնել Նիկոլ Փաշինյանին, առ այս պահը չի օգտագործել ընդդիմության խորհրդարանական երկրի ընդդիմության կարևորագույն գործիքներից մեկը իմպիչմենտի գործընթացը։ Դե եթե ընդդիմությունը չի կարողանում համաձայնության գալ մի վարչապետի թեկնածուի շուրջ, դրանով ըստ էության ասելով, որ Նիկոլին այլընտրանք չկա, ես ինչ ասեմ, կրկնում եմ, այս պահին միակ գործուն գործիքը մնում է իմպիչմենտը, դա ոչ պետքա զավեշտի վերածել, ոչ պետքա ասել դե դա հնարավոր չի, որովհետև բոլոր նրանք, ովքեր ասում են դե դա հնարավոր չի, ես էլ ասում եմ 18 թվականի մայիսի 1-ին, եթե ինձ ասեին մայիսի 8-ին, ընդամենը 7 օր հետո հնարավոր է, որ Նիկոլը ընտրվի ազգային ժողովով վարչապետ, ազգային ժողովի падգամավորների ձայներով ընտրվի վարչապետ, ես էլ կասեի, դե դա հնարավոր չի, բայց քանի որ ես տեսել եմ, որ դա եղավ հնարավոր 18 թվականին, ես հիմա ասում եմ հնարավոր է հատկապես հիմա, երբ որ Նիկոլ Փաշինյանի հանդեպ, նրա ընտանիքի, նրա քաղաքական թիմի, նրա ռեժիմի հանդեպ ատելությունը տիեզերական է, տիեզերական։ Հիմա օրինակ շատ են հայտարարությունները, քննարկումները, որ ԿՊԱ-կան падգամավորները, նրանք բոլոր տարբեր թելերով կապված են Նիկոլ Փաշինյանի հետ, նրանցից յուրաքանչյուրի դեմ կոմպրոմատներ կան եւ ինչ էլ որ տեղի ունենա չեն հանդգնի դեմ քվեարկել Նիկոլ Փաշինյանին։ Բացարձակ համաձայն չեմ այդ գնահատականի հետ, որ չի կարող ստեղծվել այնպիսի իրավիճակ, որ ԿՊԱ-ականներից չքվեարկեն Նիկոլի իմպիչմենտին, ավելին ես բացարձակ հակառակ տեսակետը ունեմ եւ ավելին հակառակի մասին փաստող տեղեկատվություն ունեմ, որ այն ինչ որ անում է հիմա Նիկոլ Փաշինյանը, այն ինչ որ տևական ժամանակ արել է Նիկոլ Փաշինյանը, խորհրդարանի ԿՊ խմբակցությունում կան падգամավորներ 30-ից ավել, որ մենք նրանց ոչ դեմքով գիտենք, ոչ անունները գիտենք, իրենց ընտանիքներում այդ մարդիկ ամեն օր շնչակտուր սպասում են, երբ է երկրում իրավիճակ փոխվելու, որպիսի իրենց տրվի, իրենք չվախենան Նիկոլի կոմպրոմատներից, իրենք չվախենան քրեական գործերից եւ գնան քվեարկեն։ Հավատացեք ինձ, եթե դրսում լինի անհրաժեշտ քրիտիկական մասսա, եթե լինի
վստահություն, որ ընդդիմությունը հետ քայլ չի անելու եւ եթե ընդդիմությունը տա հումանիտար միջանցք ԿՊ այն падգամավորների համար ում ձեռքերը արյան մեջ չեն, ովքեր առ այսօր փրփուրը բերաններին հայրենիքի հանձնումը չեն արդարացրել, լռել են, հավատացեք, վազելով իրանք առաջինն են գալու եւ քվեարկելու են Նիկոլի իմպիչմենտին, հավատացենք ինձ, այդպիսի մարդկանց ես գիտեմ, այդպիսի падգամավորներ բավականաչափ կան, ովքեր են իրավիճակներում կլինի հայրենիքի փրկության շարժում, դիմադրության շարժում եւ այս վերջի սրբազան շարժում, երբ որ կարծես թե process-ը գնում էր տարբեր խողովակներով, ինձ եւ տարբեր մարդկանց ուղարկել են մեսիջներ, որ եթե իրավիճակը հասնի կրիտիկականի, մեր ձայնը հաշվի առեք։ Եվ վերջում Տիկին Զոհրաբյան, փորձենք հասկանալ, ինչու այդ դեպքում ընդդիմությունը չի փորձում այդ տարբերակն իրացնել, ինչու չեն փորձում փողոցային ակցիաներ կազմակերպել, որտեղ քանիցս կազմակերպվել են, ամեն դեպքում հասարակությունը դուրս է եկել փողոց, բայց հետո մարել է շարժումը։ Ես կպատասխանեմ կարճ, որովհետև ընդդիմությունը իր ներսում միմյանց հանդեպ անտագոնիզմը, ընդդիմադիր ճամբարները, բևեռները չեն կարողանում հաղթահարել եւ չեն կարողանում գալ համաձայնության վարչապետի միասնական տեխնացուի շուրջ, այնքան պարզա, այնքան ծիծաղելի է, այնքան ամոթալի է պատճառը, որ չեն կարողանում մեկ միասնական տեխնացուի շուրջ գալ համաձայնության, ուստի կներեք այս բառի համար տարբեր իդիոտ կրուտիտներ են ման գալիս, չի ստացվի, հնարավոր չի, դուրս չեն գա, դուք հարցրել եք ժողովրդին, մեկը չհամարձակվի ժողովրդի գրպանը բան գցել, այսօր առավել քան ժողովուրդը պատրաստ է, դուք էլ դա, ես էլ դա ամեն օր տեսնում ենք փողոցներում եւ տեսնում ենք այն ինչ ասեմ, այն վախենալու ատելությունը, այն հաշվեհարդարի այսպես էներգետիկա իր մեջ պարունակող ատելությունը, որ կա նիկոլիզմի, որ կա նիկոլական ռեժիմի հանդեպ։ Շատ լավ, շնորհակալ եմ հարցազրույցի համար։ Այսօր իմ հյուրը հասարակական քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանն էր։ Fast Info-ի հաղորդումներին արագ հասանելիություն ունենալու համար կարող եք բաժանորդագրվել YouTube-յան մեր ալիքին։ Համախմբենք եւ փրկենք հայրենիքը ներքին ու արտաքին թշնամուց։ Մինչ նոր հանդիպում։